իսկ այդ մյուս 10 եպիսկոպոսների մասին ինչ։ Լիքը բան, այնքան շատ բան, որ դե Աստծո դատի իրանց։ Բայց իրենք Նիկոլ Փաշինյանին են շնորհակալություն հայտնում, ասում են շնորհակալ։ Դե իրանց արժանի մարդուն են շնորհակալություն, իրանք նույն մակարդակի վրա են։ Այդ 10-ը, բայց չեք հարցնում, ինչի 10-ը չի ավելանում։ Ինչու չի ավելանում, որովհետև բոլորը իմացան, որ հանգարց անցնեն այդ 10-ի կողքը, իրանց ամեն վատ բաները պետքա մեջտեղ դուրս գան։ Արդեն հետ են կանգնել։ Իրենք են ասում, որ եկեղեցու ներսում են վատ բաները, որոնք կային բարձրաձայնվել։ Իրանց ընտանիքներում չկա, բոլորի ընտանիքներում ամեն ինչ էլ կա, բայց դե ներսի կեղտոց անկողինը չեն հանում փողոց, հանում բոլորին իցույց, ոնց որ այդ ապուշը գնաց Գերմանիայում մեր եկեղեցու մասին խոսած։ Որ մի երկիրն է գալիս իրան ներքին հարցերը այդպես մեծ աուդիտորիայի մոտ խոսում։ Այս կերպ եկեղեցին է նորոգում։ Ինքն է նորոգող, այդ 10 սրբապիղծներով, այդ տիրադավներով է նորոգում։ Ծիծաղելի է նույնիսկ։ Ումով է նորոգում։ Թող Շիրակի թեմի բոլոր այդ հոգևորականներով նորոգի, որոնք դեմ դուրս եկան այս ամեն ինչին։ Թող դրանցով նորոգի, ոչ թե սրանցով։ Այն նոր արմավիրում էր, ով էր։ Այնքան մարդ չկար, որ այդ թեմի առաջնորդը պատարակը անցկացրեց։ Իսկ դուք Գյումրիում տեղի ունեցած պատարագին մասնակցել Ոչ, ես Գյումրի չեմ, ես Երևանում եմ ապրում։ Շատ շնորհակալ եմ։ Ռուբեն Բաբայանը խոսելով Սրբազանի մասին հանրայինի եթերում նշել էր, որ ներողություն արտահայտությունից համար մեջ են բերում իր խոսքը, ամբախ-զամբախ խոսելու համար պետք չէր նմանօրինակ Աշխարհի տեղի ունենար եւ որ Իրանից պետք է ճիպոտներով նմանօրինակ իրադարձություն կա, դա որդեգրել եւ դա կիրառել, հետո իհարկե ինքն իրեն արդարացուց նշելով, որ կատակ է արել։ Դե ինքը կատակի մասնագետ է, թող այդ Բաբայանը նախ եւ առաջ իր ընտանիքի մասին պատմի, իր սիրուհիների մասին խոսա, իր ընտանիքի աղճատված վիճակը թող պատմի ժողովրդին, հետո հասնի մեր Սրբազանին։ Այդ ով է, որ հասնի մեր Սրբազանին։ Հələ մի հատ դրա ոտից գլուխ մի հատ դրան նայեք։ Ինչ մարդ է Սրբազանի հարցերն ա լուծում։ Չէ։ Առաջարկված ճիպոտահարել Միքայել Սրբազանին։ Իրան պետք է ճիպոտահարեն իր սիրազները, որ մեկից մեկին անցնում։